Բարի երեկո հեռուստադիտող բարեկամներ։ Արցախի հանրային հեռուստատեսությունը բացում է նոր հաղորդաշար, որը կոչվում է «Թերթելով պատմության էջերը»։ Պատմություն ասելով տվյալ դեպքում մենք նկատի ունենք մեր նորագույն պատմությունը, ավելի կոնկրետ 1988-94 թվականները, այսինքն մեր ազգային ազատագրական պայքարը, որ մենք անվանում ենք Ղարաբաղյան շարժում։ Անշուշտ մենք բազմիցս անդրադարձել ենք այդ պատմությանը եւ այսօր էլ շարունակում ենք լուսաբանել այն։ Սակայն մեր կարծիքով անհրաժեշտություն կա հնարավորինս իմի բերել այդ ամենը, համակարգել եւ իրադարձությունները, դեմքերն ու դեպքերը ներկայացնել ժամանակագրությամբ, հեռուստաժամանակագրությամբ։ Բարեբախտաբար անհրաժեշտ տեսանյութ կա, ինչը մեր կարծիքով ամենահավաստի աղբյուրն է։ Դա պետք է բոլորիս, բայց ամենից շատ դա պետք է երիտասարդությանը, աճող սերնդին, որը ցավոք քիչ բան գիտե շարժման մասին։ Հեռուստատեսությունը իր պարտքն է համարում լրացնել այդ բացը։ Ահա թե ինչու ձեռնամուխ է լինում այդ հույժ պատասխանատու եւ կարեւոր գործին, հետադարձ հայացք ձգելով մեր ազատամարտի կարևորագույն էջերին։ Երբ է սկսվել մեր ազգային ազատագրական պայքարը։ Իմ խորին համոզմամբ այն երբեք էլ չի դադարել։ Այն օրից ի վեր, ինչ փորձել են Արցախը բռնակցել Ադրբեջանին, Ղարաբաղի հայությունը մարտնչել է իր ազատության ու անկախության համար, քանզի միշտ էլ եղել է այդպիսին։ Ստալինյան ռեժիմին այնուամենայնիվ հաջողվել է Արցախ-Ղարաբաղը մտցնել Ադրբեջանի ենթակայության տակ, սակայն պայքարը հանուն անկախության չի դադարել։ Տարբեր ժամանակներում այն տարբեր դրսևորումներ է ունեցել, իսկ 60-ականներին սկսված ալիքը 13-ի հայտնի նամակը ցնցեց Խորհրդային Միությունը, որովհետև այն անսովոր էր տոտալիտար երկրի համար։ Այն ժամանակ մեր արդար պահանջը Արցախը վերամիավորել Մայր Հայաստանի հետ չպսակվեց հաջողությամբ։ Ավելին, նամակի հեղինակներից ոմանք ստիպված էին թողնել Արցախը, իսկ նրանք, ովքեր մնացին, հետապնդվում էին եւ գտնվում էին ուժեղ մամլիչի տակ։ Մեր ազգային ազատագրական պայքարը հիրավի իր գագաթնակետին հասավ 1988-ի փետրվարին, երբ օգտվելով երկրի կենտրոնական իշխանությունների հռչակած ժողովրդավարության եւ հրապարակայնության քաղաքականության ընձեռած հնարավորությունից բացահայտ սկսեցինք խոսել մեր նվիրական եղծերի մասին։ Դրան նախորդել էին ստորագրահավաքները շրջաններում, մայրաքաղաքում, ամենուր։ Հետաքրքիր է, որ գրեթե բոլոր արցախցիները գտնում են, որ շարժումը սկսվել է իրենց շրջանից, իրենց գյուղից, որ առաջինը իրենք են սկսել ստորագրահավաքը եւ այլն։ Եվ դրանում վատ բան չկա, իսկ ճշմարտությունն այն է, որ ամբողջ Արցախն էր ոտքի կանգնել, միահամուռ, միակամ, միաձույլ, վճռական։ Փետրվարի 13-ի հանպատրաստի թե լավ կազմակերպված հանրահավաքը ազդարարեց շարժման, եթե կարելի է այսպես ասել, պաշտոնական սկիզբը։ Վերադարձել էր Մոսկվա մեկնած մեր պատվիրակությունը եւ ժողովուրդը հավաքվեց լուր առնելու։ Հավաքատեղին Ստեփանակերտի Լենինի անվան հրապարակն էր, որը միառժամանակ դարձավ բոլորիս տունը։ Այն ժամանակ միամիտ ու չափազանց հավատավոր էինք բոլորս, այդ թվում եւ մեր պատվիրակները,
որոնք հավաքված ժողովրդին ոգևորված պատմեցին իրենց հանդիպումների եւ այն խոստումների մասին, որ տվել էին նրանց Կրեմլում։ Դա էլ ավելի ոգևորեց ժողովրդին, որը կարծես մեկեն արթնացել էր լեթարգիական քնից ու լի էր վճռականությամբ թոթափելու օտարի լուծը։ Հանրահավաքի մասնակիցները լղիմ ղեկավարությունից պահանջեցին դիմել երկրի գերագույն իշխանությանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը ադրբեջանական ԽՍՀ կազմից հանելու եւ հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու համար։ Նույնպիսի որոշումներ ընդունվեցին մարզի բոլոր շրջաններում կայացած հանրահավաքներում։ Սակայն մարզի ղեկավարությունը ոչ միայն չկատարեց ժողովրդի պահանջ-խնդրանքը, այլև Բաքվից ժամանած էմիսարների հետ սկսեց հանդիպումներ անցկացնել կոլեկտիվներում, փորձելով համոզել մարդկանց ետ կանգնել իրենց պահանջից։ Այսօրվա պես հիշում եմ Խորհրդային Ղարաբաղ թերթի խմբագրությունում տեղի ունեցած Կուսմարսկոմի առաջին քարտուղար Գևորգովի հանդիպումը մարզի գրողների ու լրագրողների հետ, երբ վերջիններս պարզապես դուրս վռնդեցին մինչ այդ ահ ու սարսափ տարածող մոնստրին։ Սա ամեն ինչի սկիզբն էր։ Այդ օրը մենք մեր մեջ սպանեցինք ստրուկին եւ արթնացավ մեր ազատատենչ ոգին։ Եվ ահա համաժողովրդական այս համընդհանուր պոռթկման արգասիքը եղավ փետրվարի 20-ը։ Հենց այդ օրը Ստեփանակերտում տեղի ունեցավ լղիմ ժողովպատգամավորների մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, որն այսօր արդարացիորեն անվանում ենք պատմական։ Նրանք, ովքեր այդ օրը չեն եղել Լենինի անվան հրապարակում, դժվար թե պատկերացնեն այն մթնոլորտը։ Ինչքան էլ Մոսկվայի, Բաքվի, Լեռնային Ղարաբաղի այն օրերի իշխանավորները, մինչև ատամները զինված զորախմբերը փորձեցին խանգարել եւ խափանել նստաշրջանի կայացումը, չստացվեց։ Ժողովրդի ընտրյալները շրջաններից եւ գյուղերից մայրաքաղաք հասան, ով ինչպես եւ ինչով կարող էր եւ ապահովեցին անհրաժեշտ քվորում։ Սկզբում դահլիճում էին նաեւ ԽՄԿԿ կենտկոմի աշխատակից Յաշինը, Ադրբեջանի Կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Բաղիրովը, Լղիմ մարզկոմի առաջին քարտուղար Գևորգովը, մարզխորհրդի գործկոմի նախագահ Օսիպովը։ Սակայն շուտով զգալով իրենց ավելորդությունը, նրանք լքեցին դահլիճը, որից հետո սկսվեց նստաշրջանի բնականոն աշխատանքը։ Ահա այն որոշման տեքստը, որ ի վերջո ընդունեց նստաշրջանը։ Ընդառաջելով Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի աշխատավորների ցանկություններին, խնդրել ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհրդին խոր նմբռնման զգացում դրսևորել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իղձերի նկատմամբ եւ լուծել լղիմը ադրբեջանական ԽՍՀ կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը, միաժամանակ միջնորդել ԽՍՀՄ գերագույն խորհրդի առջև լղիմը ադրբեջանական ԽՍՀ կազմից հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար։ Մեր արդարացի պահանջը լայն արձագանք ու պաշտպանություն գտավ Հայաստանում եւ աշխարհի բոլոր այն երկրներում, որտեղ թեկուզ մեկ հայ էր ապրում։ Երևանում եւ Հայաստանի այլ քաղաքներում նույնպես տեղի ունեցան բազմահազարանոց հանրահավաքներ, որոնցում ընդունվեցին բանաձևեր ու որոշումներ ի նպաստ Ղարաբաղյան հարցի արդարացի լուծման։ Սակայն Մոսկվան ոչ միայն չլսեց հայության ձայնը, այն օրերի պաստառներից մեկը ճչում էր. Ղարաբաղ պլաչետ, Մոսկվա մալչիտ, Ղարաբաղը լացում է, Մոսկվան լռում։ Այլև փետրվարի 21-ին ԽՄԿԿ քաղբյուրոն ընդունեց մի հապճեպ, անմիտ, միակողմանի որոշում, ըստ որի լղիմ հայերի պահանջ-խնդրանքը որակվեց, ինչպես իրենք էին ասում, մի խումբ ծայրահեղականների ու ազգայնամոլների սադրան։ Իսկ ամենաանբարոյականն այն էր, որ ԽՄԿԿ կենտկոմի եւ ԽՍՀՄ նախարարների խորհրդի մարտի 24-ի համատեղ որոշմամբ մարզին հատկացվում էր մի կլորիկ գումար իբր լղիմի սոցիալ-տնտեսական զարգացման արագացման համար։ Իհարկե այդ գումարները օգտագործվեցին, սակայն Ստեփանակերտի ու Ասկերանի միջով խրված Խոջալույի հզորացման համար, որպեսզի այն հետագայում հռչակեն մարզկենտրոն։ Սակայն եթե նույնիսկ այն համաչափ բաշխվեր հայերի եւ ադրբեջանցիների միջև, միևնույն է, մենք դա չէինք ընդունել։
քանզի պահանջը մեր փող չէր, այլ հայրենիք, մենք ստամոքսի խնդիր չէինք լուծում, այլ հայ մնալու, հայեցի ապրելու խնդիր։ Դժվար թե մոսկվաններում սա չհասկանային, բայց իրենց ապուշի տեղ էին դնում և մեզ, ինչպես արցախցին է ասում, մի թուլափայ շպրտում։ Նրանց թվում էր, թե Կևորքովին հանելով մեր հարցը լուծում են։ Ճիշտ է, երբ փետրվարի 23-ին կայացած Կուսմարսկոմի բյուրոն ազատեց Կևորքովին և առաջին քարտուղար ընտրվեց Հենրիխ Պողոսյանը, ժողովուրդը լավ ընդունեց դա, սակայն մեր ուզածը ամենևին էլ այդ չէր, այլ պատմական արդարության վերականգնումը։ Նախօրյակին փետրվարի 22-ին ազերական խուժանը քշեց եկավ Ասկերանի վրա իբր հայերին դաս տալու, սակայն մրթին ստանալով ֆուժկու հակահարված, թողնելով երկու լեշ, վայ դադա գոռալով լեղապատար փախավ իր որջը։ Դրան հաջորդեցին հայ-ադրբեջանական այլ ընդհարումներ, իսկ կռվում, ինչպես ասում են, չամիչ չեն բաժանում։ Ահա այսպես մեր արդար պահանջը այսպիսի ընթացք ստացավ և դրա մեղավորը մենք չէինք։ Գործադուլն ու հանրահավաքները շարունակվում էին։ Հայտնի դարձավ, որ ԽՄԿԿ կենտրոնի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովը փետրվարի 26-ին պետք է ընդունի բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանին և գրող հրապարակախոս Զորի Բալայանին։ Եվ շունչներս պահած մենք սպասում էինք ավետիցի։ Այդ նույն օրը Գորբաչովը կոչով դիմեց Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդներին։ Надо дорожить и всемерно укреплять традиции дружбы между азербайджанским и армянским народами, сложившиеся за годы советской власти. Наступил час разума и трезвых решений. Михаил Сергеевич Горбачев. Մենք ըմբռնումով մոտեցանք երկրի ղեկավարի հորդորին, իսկ Ադրբեջանում բառացիորեն դրա հաջորդ օրը Սումգայիթ քաղաքում կազմակերպեց հայերի ջարդ ցեղասպանություն, ինչը այսօր չի ստացել իր իրավական ու քաղաքական գնահատականը։ 3 օր հայերի կառուցած Սումգայիթում սպանում էին հայերին, իսկ Մոսկվան չէր սանձում մարդասպաններին։ Ահա սա էր Կրեմլի իրական դեմքը։ Գորբաչովը արտասահմանում մեր հանրահավաքները համարում էր ժողովրդավարական, սահմանադրական, իսկ գալով Մոսկվա այն պիտակավորում հակառակ մակդիրներով։ Այդ երկակի ստանդարտները չէին արդյոք գերհզոր խորհրդային միության փլուզման պատճառներից մեկը, ինչևէ։ Այսքանից հետո անգամ մենք հավատում էինք արդարությանը։ Մարտի 2-ը Գորբաչովի ծննդյան օրն է, և Ստեփանակերտի հանրահավաքում նախօրեին որոշվեց ի պատիվ գենսեկի դադարեցնել հանրահավաքներն ու գործադուլները։ Իդեպ գործադուլների մասին։ Կենտրոնական հեռուստատեսությունը այդ օրերին սկսեց հաղորդումներ կազմակերպել, որտեղ մեր անծայրածիր հայրենիքի բազմազգ ընտանիքի անդամները բողոքում էին, որ մեր պատճառով իրենք զրկվում են հավելավճարից։ Պատկերացնում եք, Չուկչան դիմում է հայերին և ասում. «Չեք համաչում, որ այդպիսի հարց եք բարձրացնում, գործադուլ անում, ես էլ ձեր մեղքով պարապուրդի եմ մատնվել»։ Զավեշտ է, բայց դա այդպես էր։ Ահա այսպիսին էր 88-ի փետրվարը, որն իրավամբ դարձել է պատմական։ Շատ հաճախ հիմա մենք պարզապես ասում ենք 88-ի փետրվար և ամեն ինչ պարզ է դառնում։ Տեր Աստված, որքան միասնական ու համախումբ էինք մենք, որքան էինք սիրում միմյանց, երանի այն օրերին։ Դա մեր ժողովրդի ոսկեդարն էր, աստեղային ժամը։ Չկար իմ ու քո, կար նպատակ և դրան հասնելու անկոտրում կամք ու ոգի։ Եվ այդ ոգին մեզ ուղեկցեց մինչև հաղթական ավարտ։ Այսօր այսքանը, կհանդիպենք հաջորդ 5 շաբթի և միասին կվերհիշենք այն հրաշունչ օրերը։ Առայժմ